կոնկրետ անձանց մասին, նա այդ ցուցակը ինձ փոխանցեց Անդրանիկ Քոչարյանը, որը ընդհանրապես կապ չունի բանակի հետ։ Նշանակումների թե հրաժարականների։ Նշանակումների վերաբերյալ առաջարկեց ինձ Անդրանիկ Քոչարյանը, որը ինքը կար այդ ցուցակում որպես փոխվարչապետի, այսպես ասենք, այդ ցուցակում վարչապետի պաշտոնում առաջարկում էր Վահան Շիրխանյանը, որին այո ես նշանակեցի նաև իր նախկին պաշտոնում վարչապետի խնդրանքով։ Այդ ցուցակում կային նաև ուրիշներ, կային նաև մարդիկ, որոնք ասացին, որ իրենք տեղյակ չէին, իրենց հետ ոչ ոք չի խորհրդակցել եւ իրենց ազգանունները ուղղակի գրել են այդ ցուցակի մեջ։ Դրա համար ես չեմ ուզում նույնիսկ անուններ տալ, որովհետեւ ես անունները տվել եմ այն մարդկանց, ում մասին հստակ գիտեմ, որ իրենք տեղյակ էին եւ հեղինակ էին այդ ցուցակի։ Ուժայինների հրաժարականը նույնպես նրանք էին։ Ուրեմն ուժայինների հրաժարականի պահանջը իմ համար եւս հասկանալի է։ Իմ մոտեցումս հետեւյալն էր։ Եթե հիշում եք, ես հայտարարել եմ, որ կառավարությունը այլևս գոյություն չունի եւ բոլոր նախարարները պաշտոնակատարներ են եւ ըստ օրենքի պարտավոր են իրենց պարտականությունները շարունակել մինչեւ նոր կառավարության ձևավորումը եւ այդպես էլ եղավ։ Սերժ Սարգսյանը եւ Սուրեն Աբրամյանը իրենք նախարար չեն իմ վերջի հրամանագիրը ստորագրելուց հետո մինչեւ այդ իրենք այո կատարում են իրենց նախարարների պաշտոնակատար լինելու պարտականությունները։ Եվ ես ասում եի, որ չի կարելի նման պահերին, երբ որ գլխատված է կառավարությունը ընդհանրապես, երբ որ ամբողջ կառավարության կազմը պաշտոնակատարներ են, երբ որ գլխատված էր ազգային ժողովը, չի կարելի պահանջել ուժային նախարարների հրաժարականը, քանի որ իշխանությունը առանցն էլ թուլացված է, գրեթե չկա, կա մեկ նախագահ, որը պետք է հենց ուժայինների վրա հիմնվելով որոշ գործողությունների դիմի կայունությունը ապահովելու համար։ Եվ տվյալ պահին թուլացնել, կազմալուծել նման հայտարարություններով ուժային նախարարությունները զուտ նաև տակտիկական, զուտ գործնական տեսակետից անթույլատրելի էր։ Բայց ես չեմ ասել, որ նոր կառավարության մեջ անպայման այդ մարդիկ կլինեն։ Իմ համար շատ պարզ է եւ հասկանալի, որ նման արտառոց երևույթից հետո այո կադրային փոփոխություններ պետք է տեղի ունենային։ Եվ տեղի ունեցել են։